Պարոն Զաքարյան, ինչ-որ նախագիծ ընդունվեց, որը կարծես դուք եք բերել, կմանրամասնեք ինչի մասին։ Չէ, ես ընդհանրապես առաջարկեցի, որտեղ այսօր նախագիծ կա կենտրոն թաղապետի կողմից, որ Օղակաձև այգում կաֆեներ, որ վարձակալության պայմանագրեր ունեն, լուծարվում են եւ այդ կաֆեները հետ է գալիս մեզ եւ մենք քանդելու ենք այգի ենք սարքելու դրա փոխարեն եւ ես ասացի որ նույն Օղակաձև այգում կա multi wellness կենտրոնը, սպորտ կենտրոնը, որ շատ թանկ ամսավճարներ ունի, մեծ մասը երեխաներ չեն կարող 35000 դրամ, 40000 դրամ տան գնալ լողավազան օգտագործել։ Ես երկու բան առաջարկեցի, ասացի կամ multi wellness-ը հետ բերեք պետական գույքը, քաղաքապետարանի գույք դառնա, կամ այս ազատ տարածված տարածքում մի հատ մենք սպորտ կենտրոն սարքենք կենտրոնի երեխաների համար, որ այժմ կարողանան սպորտից օգտվեն եւ Ավինյանը ասացա լավ առաջարկ է սպորտ կենտրոն կսարքենք։ Դե սպորտ կենտրոնները նայած ոնց են սարքում, եթե մեծ թանկարժեք բան է սարքում համագործակցում ես մասնավորի հետ, կարող ես պայմանավորվես, օրինակ հողը տալիս ես մի մաս ծախսը փակում ես եւ շատ էժան են սարքում, օրինակ 5000 դրամ ամսական չգերազանցի, բայց եթե քաղաքապետարանն է ներդրում անելու, դե անվճար պիտի դառնա։ Այս անգամ նախագծում բազմաթիվ էին փողոցների անվանափոխման հետ կապված նախագծերը եւ չկար Ամիրյան փողոցի հարցը։ Այդ մասով ինչ եք մտածում, կարծես անցյալ նիստում որոշվեց հետաձգել այդ հարցը։ Հա, ես կարծեմ անիմաստ է այս բանը փողոցների անվանափոխությամբ զբաղվել հատկապես ընդդիմության համար, որտեղ այնքան լուրջ խնդիրներ կան քաղաքի մեջ, որ բերում ես անկապ փողոցների անուն փոխելը ժամես վերցում հետո համաձայնություն չի լինում անցած ամսվա նիստը տապալվեց որտեղ համաձայնություն չկար նույնիսկ հանրապետությունը դուրս եկավ եւ քորոն չափովեց եւ նիստը տապալվեց մենք ավելի շատ կարևոր հարցեր ունենք լուծելու քան անուն փոխելով ես չեմ սիրում զբաղվել այդ անուն փոխելով իսկ ասում եք լուրջ խնդիրներ կան ինչ խնդիրներ կան դե բոլորը գիտեք ինչ խնդիրներ կան քաղաքը չի կառավարում քաղաքը ոնց որ լիակատար անարխիայի մեջ է քաղաքի փոսերը դեռ հարց չի լուծվել համակարգային ձև չկա ասենք արագ լուծումներ տան դպրոցների տանիքներն լուծում են սպորտ դպրոցները արաբկիրի սպորտ դպրոցը 5 տարի ասում են իրանք ասում են վերանորոգենք կդզենք դեռ տանիքը կաթում է հատակ ավելի է փչանում երեխեք կտե լուրջ բասկետբոլի խաղեր են խաղում բասկետբոլի դալիճում այսինքն հրատապ խնդիրները չեն լուծվում ամեն դեպքում այստեղ ինչ-որ խնդիր է եղել բազմաթիվ են քննադատությունները, որ փոսեր դեռ կան եւ նույն օրինակ Իսակովի պողոտան փոսեր չուներ, բայց քանդեցին նորը արեցին, իսկ բազմաթիվ փողոցներ կան դեռ, որ օրինակ բազմաթիվ փոսեր կան։ Հա, դա ձեզ ինչ է ասում։ Եթե մի փողոց որ արդեն նորմալ աշխատում է Իսակովը քանդում նոր են դնում, որ ինչա որ արտասահմանցի հյուրերին ցույց տան, որ սիրուն փողոց ունեն, բայց իրական փողոցները, որ երևանցիները օգտագործում են, լի են փոսերով, ինչ ասում, այսինքն մեզ արհամարում են, ժողովրդին արհամարում են, իրանք ձևական են անում ամեն ինչ, այսինքն ձևական բնույթ է կրում։ Ամեն ինչը ձևական բնույթ, սպորտ զարգացնելն է ձևական բնույթ կրում։ Ես վարչապետի բասկետբոլի մրցույթներից վերջերս չգիտեմ տեսակ ԿԳՄՍ-ի նախարար վարչապետը գնացին եւ հաղթող երեխաներին գումար բաժանեցին 150,000 դրամ հաղթող թիմի յուրաքանչյուր երեխայի եւ 100,000 երկրորդ տեղին եւ 75,000 ամեն յուրաքանչյուր երրորդ տեղ երեխայի որ լավ է երեխաներին գումար է տալիս բայց մարզիչներին, որ ֆիզկուլտուրայի մարզիչներն էին, 750,000 դրամ առաջի տեղին են տվել, 500,000 դրամ երկրորդ տեղին եւ այդպես երրորդ տեղին։ Բայց այս ֆիզկուլտուրայի մարզիչները նույնիսկ մի պարապմունք չեն անցկացրել երեխաների հետ։ Հիմնական այդ թիմերը, որ հաղթեր են, դպրոցներ, որ հաղթեր են, երեխաները, որ տարբեր սպորտ դպրոցներում խաղում են, իրանք ունեն սպորտ դպրոցի մարզիչներ, որ չնչին գումարներ են ստանում, 160-170,000 դրամ են ամիսը ստանում այդ մարզիչները, ու այդ երեխեքին պատրաստել են, որ դպրոցի մրցույթներում մասնակցեն եւ հաղթեն ու ֆիզկուլտուրայի մարզիչները փողը տալիս։ Փոխարեն են սպորտ դպրոցի մարզիչները, որ գործ իսկական գործն են արել։ Ու վարչապետն գնում անդե քաղաքապետի հետ իրաց մեդալը տալիս, այսպես մեծ տոն են անում, բայց այս երեխաները մի հատ պրոբլեմ չեն հասկացել, այսինքն իրական քրտինգ չեն արել
ընդհանրապես սպորտոպոսում խաղացել եկե հաղթեն։ Այսինքն եթե ուզում ես սպորտ զարգացնել, մեդալ տալով չի, փող բաժանելով չի։ Եթե սպորտը ուզում զարգացնել, իրական պիտի սպորտալիչները ազատեն, բացեն շաբաթ-կիրակի, երեխեք գնան պարապեն, սպորտոպոսները սարքեն վերջացնեն եւ այդպես։ Գծանշումների մասին ինչ կասեք, հին գծանշումները ավելի լավ են երևում, քան նոր գծված գծանշում։ Հա, գծանշումները ինձ թվում է լիովին անտեսված է։ Անհետեթություն, այսինքն չես էլ հասկանում, մի կողմ գնում ես դերն այն կողմի Սարյանի վրա դեր մյուս կողմի գծանշաններ կա, ասում եմ, քաղաքը չի ղեկավարվում, այսինքն ըստ ղեկավարելու զերո մակարդակ կա, հա։ Պետք է անեն քաղաքացիները, որ իրենց խնդիրները լսելի լինեն։ Ժողովուրդը պիտի արդեն հասկանան, որ ասենք Ավինյանը չի կարող ղեկավարել քաղաքը, այստեղ փոփոխություն պիտի լինի։ Նույնիսկ իրանք կոնեն իրանք կուսակցության մեջ կարողանան այդ որոշումը կայացնեին, փոխեն նյութը դնեն, որ կարող կառավարել, բայց չեն անում, որտեվ ինչու իմ կարծիքով որտեվ փող բերողն է Ավինյանը։ Սա կասկածելի վերջերս իմացակ ես մետրոն $50 միլիոն է, դարձել $287 միլիոն։ Ոնց է 3-4 տարվա մեջ $50 միլիոն նախատեսված դառնում $287 միլիոն։ Սա Ավինյանի ձեռագիրն է, ամեն ինչի գները բարձրանում են, ու ես չեմ կասկածում, որ այստեղ կարող արդեն հաղթող ընկերություն ունեն, պայմանավորվեն հրատապ բերել են տան ու գիննել պայմանավորվեն։ Այստեղ կարծեմ ԿՊ-ի վերնախավեն ձեռ է տալիս այսպես գնում, փոխարեն հարցեր լուծեն, իրանք փողի մասին են մտածում եւ կոռուպցիայի հարցեր չի լուծում։